Աջափնյակը վերջին տարիներին վստահ եմ ոչ իր ցանկությամբ, նույնիսկ համոզված եմ, որտեղ տեսել եմ դա նաև իմ աչքերով, հյուրընկալել էր Չակերտներում Կալանքի դատարանը։ Կալանքի դատարան էր ստեղծվել Հայաստանում, որն էլ կոչվում էր Աջափնյակի նստավայր։ Այս խայտառակությունը, որը մենք տեսնում ենք իրավական ոլորտում, այն քաղաքական հետապնդումները, որը մենք տեսնում ենք ամեն օր, թողելու ենք անցյալում, որովհետև փոփոխությունները գալիս են։ Այո։ Ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ մեծ խնդիր է պառակտումը։ Պառակտումը ամեն օր է տեղի ունենում։ Օրվա իշխանությունները փողոցով մի պահ մարդ տեսնում են, ուզում են մի բան անեն, պառակտեն, ատելություն տարածեն, բաժան անեն, ախր դա մեր տեսակի հետ ինչ կապ ունի։ Ես գիտեմ, որ Աջափնյակը միշտ ամենահյուրընկալ Երևանի վարչական շրջաններից մեկն է, ջան ասող, ջան լսող, այսօր փողոցով քայլելուց այնքան ջան ջիգյալ, որ տեսել ենք, լսել ենք, ձեր ցավը տանեմ։ Դրա համար մենք ասում ենք, մենք պետք է ունենանք միասնականությունն է ուժեղ Հայաստանը, այո։ Ժողովուրդ ջան, մենք նաև ասում ենք, որ երբ խոսում ենք ինքնիշխանությունից, դրա ամենակարևոր գրավականը մեր հասարակության բարեկեցությունն է, բարեկեցիկ հայ մարդը, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եւ մեր պատկերացումը բարեկեցության, դա 300,000 նոր աշխատատեղն է, դա հարկային բարեփոխումն է, որ փոքր ու միջին բիզնեսը շնչի, 0% հարկ լինի, որ շնչի, մեր այդ խոստումները զուտ խոստում չեն, դրանք ծրագրեր են, որոնք երաշխավորվել են Սամվել Կարապետյանի կողմից, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Ժողովուրդ ջան, մենք նաև գտնում ենք, որ մեր Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի մարդասիրության մթնոլորտ, մարդասիրության, չի կարա այլևս որևէ մի չինովնիկ մատ թափ տալով խոսա Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում, ուժեղ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այո, դրա համար ասում ենք, լինելու է համաներում, դրա համար ասում ենք, որ փոփոխությունները գալիս են, հիմա եկեք մի բան իրար հետ փորձենք, մենք ասենք փոփոխությունները, դուք ասեք գալիս են, փորձենք ժողովուրդ ջան, փոփոխությունները, այո, ժողովուրդ ջան, դրա համար հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս, վերցնում ենք քվեաթերթիկ համար 3-ը, որը խորհրդանշելու է փոփոխությունները, բարեկեցությունը, մարդասիրությունը, ջան ասելը ու համախմբված լինելը, փոփոխությունների համար 3 ժողովուրդ ջան, այո, Աստված պահապան, աջափնյակցիներ ջան։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։